Բարև սիրելիներս, այսօր ձեզ կպատմեմ ռուսական ժողովրդական հեքիաթ Ձյունանուշի մասին։ Սկսեցինք։ Ձմեռը մի գյուղում տիրում է ուրախ մթնոլորտ։ Ամեն կողմից լսվում է երեխաների ծիծաղ աշխուժ ձայներ։ Միայն մի խրճիթում, որտեղ ապրում էին ծերունին իր կնոջ հետ, չկար ոչ ուրախություն, ոչ երջանկություն, որովհետև նրանք երեխաներ չունեին։ Մի անգամ նրանք որոշում են դուրս գալ փողոց և ձյունից պատրաստել դուստր իրենց համար։ Պատրաստում են և աղջիկը ստացվում է շատ չքնաղ, թեև կենդանի չէր։ Հենց ծերունին և կինը ներս են մտնում խրճիթ ու փակում դուռը, փչում է բուքն ու հայտնվում է ձմեռ պապը։ Նա հիանում է ձյունից պատրաստված աղջկանով և որոշում կենդանացնել նրան։ Ապա ճանապարհին հանդիպած արջուկին ու նապաստակին հանձնարարում է նրան պահպանել կրակից ու տաքությունից, հակառակ դեպքում ինքը նրան կտանի իր ցուրտ թագավորություն մինչև հաջորդ ձմեռ։ Եվ ձյունե քանդակը վերածվում է գեղեցիկ աղջկա՝ Ձյունանուշի։ Ողջունելով կենդանիներին և թակելով պատուհանը, աղջիկը ներկայանում է տատիկին ու պապիկին և սկսում ապրել նրանց հետ։ Դրանից հետո նրանք սկսում են երջանիկ ապրել Ձյունանուշի հետ և շատ էին սիրում նրան։ Իսկ Ձյունանուշը պատրաստ էր ամեն ինչում գոհացնել նրանց։ Ձմռանը նա գնում էր ջուր բերելու, հանդիպում էր իր թավամազ ընկերների հետ և ամեն անգամ նրանց հյուրասիրում ինչ-որ համեղ բանով։ Այլ երեխաների հետ նա սահում էր սահնակով ձնագնդի խաղում, և բոլորը սիրում էին նրան ուրախ բնավորության, բարության և գեղեցկության համար։ Երբ գալիս է գարունը, արևը սկսում է ավելի շատ տաքացնել, բոլորը սկսում են ուրախանալ ջերմությամբ։ Միայն Ձյունանուշն էր, որ կարծես ուրախ չէր դրանով։ Նրան զարմացնում էին աճող ծաղիկները, նապաստակի մորթու գույնի փոխվելը և այլն։ Մինչ այդ դաշտերում հալվում է վերջին ձյունը, անտառը սկսում է կանաչել, մարգագետիններում ծաղկում են ծաղիկները, մոտենում է ամառը, իսկ Ձյունանուշը դառնում է ավելի տխուր։ Ընկերները նրան կանչում էին միասին դաշտ գնալու, սակայն նա մերժում էր։ Ծեր ամուսինները սկսում են մտածել, թե արդյոք հիվանդ չէ իրենց թոռնիկը։ Մի լուսնկա գիշեր Ձյունանուշը գնում է դաշտ, որտեղ երեխաները արդեն հավաքվել էին, խարույկներն էին վառել ու շուշպար բռնել դրանց մոտ։ Ձյունանուշն իջնում է ներքև ու միանում երեխաներին, որոնք արդեն սկսել էին ցատկել խարույկի վրայով և կանչում են Ձյունանուշին։ Հենց Ձյունանուշը ցատկում է խարույկի վրայով, վերածվում է փոքրիկ սպիտակ ամպի ու թռչում։ Սակայն պետք չէ վշտանալ նրա համար։ Կանցնի ամառը, ապա աշունը և նորից կգա ձմեռ, իսկ նրա հետ էլ կվերադառնա Ձյունանուշը։ Ահա այսպիսի փոքրիկ և գեղեցիկ հեքիաթ Ձյունանուշի մասին, սիրելիներս։ Կհանդիպենք հաջորդ հեքիաթների ժամանակ, իսկ ձեզ առաջարկում եմ բաժանորդագրվել և սեղմել զանգակ կոճակը։ Ցտեսություն և լավ ձմեռային օրեր ձեզ։